Վազելով գնաց են կողմից դուրս եկա տեսա, որ մեր միջանցքի կրիշը չկա։ Այ քեզի բան, մոլորած վիճակ։ Ծովիկ Ավետիսյանը չի հասցրել տեսնել երեք իրենց թաղով անցած պտտահողմը։ Հարևաններն են պատմել, թե ինչպես է տան տանիքը պոկել ու շպրտել մի կողմ։ Տադուաններից տեսել են, թե ինչ է տանիքը վերցրել, շպրտես կողմ, շպրտեն կողմ։ Հետո կախել է տնից ցած, դուք էլ տեսաք, թե ինչ վիճակ է։ Մի խոսքով, հուզված վիճակ, ներս դուրս չի գտնի ինձի։ Րոպեներ անց արդեն համացանցում տասնյակ տեսանյութեր էին պտտահողմից, մի երևույթ, որը Արթիկի գյուղերում 5 տարի առաջ էլ է նկատվել ու էլի մեծ վնաս հասցրել։ Արթիկի ամենաբարձր հատվածում գտնվող մոտ 2 տասնյակ տների տանիքներ է քշել, արևային վահանակները շարքից անել, էլեկտրասյուներ տապալել ու ծառեր արմատախիլ արել։ Ծովիկ Ավետիսյանը, որ այդ պահին տանը մենակ է եղել, սարսափով է հիշում, թե ինչպես էին քարերը թափվում, անգամ մտածել է, թե երկրաշարժ է։ Սիկ չդեմ մի ադմ անբացատրելի բաներ, որ մինչև այսօր իմ գլխիս միջից այդ կմպրդոսներ ընդհանրապես դուրս չի գա։ Ես գիտեմ հլադիկ այդ քարերի ձեն իմ գլխիս վրագու կա։ Հետո որ դուրս եկա տեսա, որ փողոցի կողմից վերևի միջանցքի քարերը պատից չպրտել է փողոց լրիվ մեջտեղ։ Մեր հորկուրի տղեն է վերցրել գցես կոմոր ճանապարհից աներ։ Իսկ այս կողմի հատվածը լրիվ գցել էր բալկոնի կրիշի վրա էր գցե ու չհաշված որ ֆրանտոն է պողե вообще չկա այս կողմից տան կողմից հայատի կողմից ֆրանտո պադուան հեշտան չկա այդ կողմը տարել է դեստեղ ավերել է չգիտեմ մի խոսքով ծանր վիճակ Տիկին Ծովիկի բակում 30 տարվա Եղևնին արմատախիլ է արել։ Եղևնին ճիշտ ասած ես չի դեի որ ընկել էր հարևանի հարսը թե ծովսավ Ձեր Եղևնը գլուխը չի երևա, ինքը տնից բարձր էր, փողոցից էլ կերևա որ կքել ենք։ Էլ չկրծախոս այ ոչ մի բան, վազելով եկա, տեսա որ ինքը արմատներից պոգե գցել էր ցած։ Ավելի բարձր հատվածում գտնվող Ալեքսանյանների տան տանիքը նաև արևային ջրատաքացուցիչն ու արևային վահանակներն է շարքից անել։ Այդ պահին Ալեքսանյանների ընտանիքը տանն է եղել ու միայն երբ պատուհանին արմատախիլ եղած ծառի ցեխն է շպրտվել, հասկացել են, որ ինչ-որ բան է կատարվում դրսում, բայց որ պտտահողմ է, չէին էլ պատկերացնում։ Ցեխը շպրտեց, ես ինչ եղավ։ Նայեց ես բանը դեղցի ծառն ու կողքի Եղևնու ծառը ասպես պտտվում է ու կողքից չգիտեմ ինչեր է գալիս, ասես ինչ է ու եկա պատուհանի մոդիկ, տեսա որ այդ ժեշտը որ կա այնտեղած բանը այդ կողմից ֆրծրեց բերեց Ծիպես պատին չպատկերացրի որ մեր կրիշի այդ բանն էր։ Տիկին Հայկուշը ցույց է տալիս արևային վահանակները, որոնք դժվար թե նորից շահագործվեն, կողքին էլ կոտրված արևային ջրատաքացուցիչը, վարկ էին վերցրել, տեղադրել, հիմա չգիտեն ինչ են անելու։ Մենակ 3 միլիոն տանիքի բաներն է դրած, 3 միլիոն արևայիններն է դրած։ Այդ կրիշը վերջը անսրանք Վնասի փոխհատուցման հույսը չեն կորցնում աղետից տուժած ընտանիքները, ասում են միայնակ իրենց ուժերով վերականգնել չեն կարող։ Սա հույսը վերջինը կմեռնի, հույս ունենք որ լավ կեղնի, հուսանք որ այսօրվա ղեկավարությունը, կառավարությունը իրոք աղետի գոնե պահերին կեղնի ժողովրդի կողքին։ Գոնե հուսանք։ Երեկվանից մարզպետարանից ու Արթիկի համայնքապետարանից ձևավորված հանձնաժողովը գույքագրում է հասցված վնասը, թե հետո ինչ շարունակություն կունենա, առայժմ պարզ չէ։ Իսկ Արթիկի մի քանի գյուղերում էլ պտտահողմին զուգահեռ տեղացած ուժեղ կարկուտներ վնաս հասցրել։